Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը։ Այն 5 տաղավար տոներից առաջինն է, որը հիշատակում է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը։ Օրհնյալ եկյալ ավանդյալը, օրհնյալ որ եկել եմ գալոս տես, օրհնությունի բարձունս, ալելույա, ալելույա։ Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան ժամերգությամբ։ Եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ։ Հունվարի 6-ին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվում։ Հավատով ու աղոթքով հարյուրավոր քրիստոնյաներ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում են, մասնակցելու սուրբ եւ անմահ պատարագին ու ստանալու օրհնություն։ Այսօր Վերստեի Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկին, ով ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության համար։ Գոհության փառաբանենք Մարդաձյալ Փրկի մեր Տիրոջ, այսօր եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է ծնունդը եւ հայտնությունը Քրիստոսի։ Օգտվելով այս առիթից մեր բոլորի կողմից նաեւ մեր խորին երախտագիտություն եմ ուզում հայտնել մեր եկեղեցու կառուցող բարերար պարոն Գագիկ Ծառուկյանին, Ծառուկյան Գեդաստանին, որպեսզի Աստված նրանց իր աչքի պահպանությամբ պահի պահպանի, քանզի մշտապես նրանք հոգին տանում մեր եկեղեցու կարիքները եւ մշտապես իրենց աջակցությունն են հայտնում մեր Սուրբ եկեղեցուն։ Նաեւ մաղթում ենք, որ Աստծո Սուրբ Հոգով մխիթարվեն հանգուցյալ Կոլյա Ծառուկյանի համար եւ Աստված նրանց բոլորի սրտերը փառատի եւ մխիթարի Սուրբ Հոգով։ Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. նա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը։ Այդժամ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա ու տեղի ունեցավ երկրորդ Աստվածահայտնությունը։ Պատարագին մասնակցող հավատավոր քրիստոնյաները կարևոր են համարում տոնի խորհուրդը ու իրենց տներում նշում են Փրկչի ծնունդը։ Քրիստոնեության մեջ ամենակարևոր տոներից է, հարության տոնի հետ հավասար։ Կարծում եմ այս տոնը այն մասին է, որ ամենակարող Աստված իր ամբողջ զորությունը ունենալով որոշեց մարդ լինել։ Տարին սկսում ենք այս տոնով ու շատ կարևոր է թե ինչպես կդիմավորենք մենք այս տոնը, ինչպես կնշենք։ Տոնը իմ համար համենայն դեպս ընտանեկան ջերմության ընտանիքում նշելու տոնը այսպես կոչված մի փոքր մաքրվելու, մաքրազատվելու միասնականության մեջ է մեր հենց այս տոնի խորհուրդը, որ մենք լինենք միասնական։ Կմաղթեմ հաջող տարի, հաջողությունների տարի լինի, հաղթանակների, ձեռքբերումների։ Մենք ամեն թե գիրագի օրերը եւ թե հայտնի օրերուն եւ դաղավարներուն անպայման գուկանք, բայց հավանաբար որ մեծ զատկի եւ զատկի շրջանին Աբովյանի եկեղեցին գուկանք այստեղ շատ ուրախ ենք, որ մեր ժողովուրդն ալ միշտ գալիս է մասնակցի գոր։ Պատարագին հաջորդում է ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Խաչով եւ սրբալույս նուրոնով օրհնվում է ջուրն ու բաժանվում հավատացյալներին։ Ավանդության համաձայն ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես դարման հոգևոր եւ մարմնավոր ախտերի։ Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է, մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։